Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ պարոն Գարեգին Միսկարյանի հետ։ Ողջույն պարոն Միսկարյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, եկել եք մեզ մոտ հարցազրույցի։ Ձեր Facebook-յան էջում ես տեսա գրառում ազատություն քաղ բանտարկյալ Արթուր Օսիպյանին։ Խոսելու ենք պարոն Օսիպյանի իրավունքների մասին։ Մենք գիտենք, որ այս օրերին, կարծես թե երեկվանից, եթե ես սխալվում եմ, գուցե 1 օր առաջ, Գեղամ Օհանյանը շուրջօրյա նստացույց է սկսել նախագահի նստավայրի դիմացի մայթին եւ կոչ է արել իրեն միանալ։ Նստացույցը նույնպես ի պաշտպանություն Արթուր Օսիպյանին։ Ինչու եք Արթուր Օսիպյանին համարում քաղբանտարկյալ եւ ինչու եք համարում, որ նրա իրավունքները խախտված են, համեցեք։ Նախ շնորհակալություն եւս մեկ անգամ հրավերի համար։ Ես էլ եմ միանալու, այստեղից գնալու եմ ուղիղ նստացույցին միանամ եւ շուրջօրյա նստացույցով իմ աջակցությունը հայտնեմ Գեղամ Օհանյանին նրա պահանջը տեղ հասցնելու համար։ Ինչու եմ ես համարում Արթուր Օսիպյանին քաղբանտարկյալ։ Եթե ուշադիր լինենք, մինչև 3 ես փորձում էի զուսպ լինել իմ գնահատականների մեջ, որովհետև կարծում էի, որ հնարավոր է իրավապահ մարմինների մեղքով է տեղի ունեցել այս անհամաչափ պատիժը, այսինքն կալանքը որպես պատիժ կիրառելու այս փորձը եւ գուցե քաղաքական իշխանությունները այդքան էլ տեղյակ չեն կամ չեն պատկերացնում ինչի հետ գործ ունեն, բայց երբ որ Ալեն Սիմոնյանը հրապարակեց Արթուր Օսիպյանի գրառումներից մի քանիսը եւ իբր հարցադրումներ էր անում, թե արդյոք սրանք սպառնալիք չեն եւ այլն, ես հասկացա, որ մենք գործ ունենք քաղաքական պատվերի հետ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը բոլորը պատասխանատու են այս անհամաչափ գործողությունների համար, որը տեղի է ունենում Արթուր Օսիպյանի հասցեին, եւ ես երկար եմ մտածել, թե ինչ կարող է պատճառ լինել, ինչու տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ, այսինքն ինչու Նիկոլ Փաշինյանը այդպես պորտկաց եւ ինչու են հիմա քաղաքական նպատակներով Արթուր Օսիպյանին անհամաչափ պատժի ենթարկում, Եվ ես կարծում եմ, որ հիմքում ընկած է Արթուր Օսիպյանի արդար հարցերը Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես կապված Ղարաբաղյան կլանին ֆինանսավորելու, աջակցելու 18 թվականից հետո տեղի ունեցածի հետ։ Ես հիշում եմ, որ մինչև վերջերս էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը մինչև 21 թվականը եղել է Ռուսաստանի գուբերնիայի վարչապետ, ինքը խոստովանեց դա, այդ խոստովանությունը հետագայում գուցե նաև դրա վերաբերյալ, երբ որ ինքը արդար դատարանի առաջ կանգնի, պարզաբանի, թե այդ ինչպես եւ ինչու ինքը այդ դիրքում շարունակում էր լինել գուբերնատոր եւ պաշտպանել այլ պետության շահերը եւ ինչպես եղավ, որ հիմա ինքը սկսել է պաշտպանել Հայաստանի շահերը, բայց Հայաստանում մարդիկ, որոնք իրեն արդար հարցեր են տալիս, հայտնվում են ճաղերի հետևում եւ իրավապահ համակարգը օգտագործում են քաղաքական իրենց իմիջը, հեղինակությունը պահելու համար, մարդկանց վախացնելու համար, մարդկանց ստորացնելու համար, նվաստացնելու համար, այդ հարցերի պատասխանները կարծում եմ Նիկոլ Փաշինյանը պետքա տա։ Արթուր Օսիպյանի նկատմամբ կալանքը, ես ուզում եմ սա ֆիքսենք, անհամաչափ է, այսինքն կալանքը չի կարող կիրառվել որպես պատիժ, դա միայն այն դեպքում, երբ որ հանցանք կատարած անձը կարող է խոչընդոտել հետաքննությանը, կարող է վնաս պատճառել կամ վտանգ ներկայացնել իրենից, եւ եթե մենք ընդունում ենք, որ
ինչպես իրավապահներն են գնահատում, սպառնալիքներ են հնչել Արտուր Օսիպյանի կողմից Նիկոլ Փաշինյանի հասցեին, ապա ենթադրվում է, որ Արտուր Օսիպյանին կալանավորել են, որպեսզի նա Նիկոլ Փաշինյանի բմբուլները քամուն չտա, որտեղ բառացի դա է գրած Արտուր Օսիպյանի գրառման մեջ, այսինքն իրավապահները մտավախություն ունեն, որ Արտուր Օսիպյանի խափանման միջոցը փոխելու դեպքում, կալանքից ազատելու օրինակ տնային կալանք տալու դեպքում, նա կարող է Նիկոլ Փաշինյանի բմբուլները քամուն տալ։ Աբսուրդ է հնչում, բայց ըստ էության սա է, այնքան ողորմելի է մեր իրավապահ համակարգի վիճակը։ Այսինքն դուք համարում եք, որ ոչ թե քանի որ շատ են խոսում սոցցանցերում քննարկում, հասարակությունը շատ է քննարկում այս խնդիրը, որովհետև իսկապես հասարակական հնչեղություն ստացավ այս դրվագը, եթե կարելի դրվագ դա անվանել, ոմանք համարում են, որ դուք էլ այդպես սկսեցիք ձեր խոսքը, որ հարց տալու հարցերի բովանդակությունն էր պատճառը Նիկոլ Փաշինյանի զայրույթի, այդտեղ հարց է ծագում արդյոք այստեղ խոսքի ազատության հարց են բարձրացնում շատերը, ասում են արդյոք անկախ նրանից թե ինչ հարց է տալիս, եթե հարցը դուրս չի գալիս, ուրեմն երկրի ղեկավարը կարող է խափանման միջոց կալանք ուրեմն կիրառել հարց տվողի նկատմամբ, առաջինը դա է, արդյոք հարցն էր, երկրորդը դուք ներկայացրեցիք, այո, Ալեն Սիմոնյանը երեք ցույց տվեց, ընդ որում ալքելափակված Facebook-յան էջը փակված է Արտուր Օսիպյանի, անմիջապես փակվեց կալանքից ձերբակալությունից հետո։ Տես բոլորի ներկայացրեցին Արտուր Օսիպյանի գրառումները, որոնք բացի կոպիտ կոշտ խոսքից նրանք տեսան սպառնալիք, արդյոք սպառնալիքն էր պատճառը, հիմա մենք փորձում ենք հասկանալ որն է պատճառը խափանման միջոցի հարց տալը, հարցի բովանդակությունը, իսկ հարցը վերաբերում էր Արցախին, այստեղ եկեք սա էլ անպայման հաշվի առնենք, որ հենց ինձ հարց չէր, հարցը Արցախի, Արցախահայության մասին էր, ճիշտ է։ Այո։ Հարցի բովանդակությունը, հարցն էր, թե սպառնալիքը։ Նախ փորձենք հասկանալ, նախ ասեմ, որ ես որևէ կերպ չեմ արդարացնում հանրային դաշտում կոպիտ անհարգալից որևէ ատելության խոսքը ոչ մեկի կողմից, ոչ Արտուր Օսիպյանի կողմից հնչեցրած խոսքը, ոչ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած ինչու չես մեռել, սատկել այ համբալ այդ արտահայտությունը։ Ես դատապարտում եմ երկու կողմի հնչեցրած նման արտահայտությունները, բայց պետք է հասկանալ, որ միևնույնն է, այն ինչ մենք կարող ենք դատապարտել բարոյական առումով, քրեական տեսանկյունից դա հետապնդելի չի, այսինքն վերջերս չէ, ինչ-որ ժամանակ առաջ տեղի ունեցել մի այսպիսի դեպք է քննվել դատարանում, իմ Facebook-յան ընկերներից մեկի մոտ էր այդ գրառումը, մեկը հոգևորականին ասել է կոկորդդ կկրծեմ, եւ այդ մահվան սպառնալիքի հանցակազմով, դա քրեական վարույթ է սկսվել, դատարանը արդարացրել է այդ մարդուն, որ նման սպառնալիք չէր կարող իրատեսական լինել, այսինքն դա փոխաբերական իմաստ է։ Նույն փոխաբերական իմաստն էլ այն արտահայտությունն է, որ Արտուր Օսիպյանը արել է Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Բմբուլները քամուն կտամ եւ մի գրառում էլ կա, որտեղ ասում է այնպես կհարթուկեմ ողնաշարը, ինչ որ այսպեսի մի բան։ Ես ուզում եմ ասել, որ հարթուկել ողնաշարը խոսքը ինչի մասին է։ Նիկոլ Փաշինյանը այդ փուլում արցախցիներին մեղադրել է, ավելի ճիշտ ոչ թե մեղադրել է, այդ հարկերը, որ տվել ենք, ինչ որ ծախս են կարել եւ այլն, Հայաստանը ամեն ինչ արել է Արցախի համար եւ արցախցիներն են, որ մեղավոր են այսօրվա իրականության համար, այսպիսի մոտավորապես մի թեզ էր առաջ տարվում, որի ժամանակ էլ այդ գրառումը արվել է Արտուրի կողմից, նա փորձում էր հիմնավորել, որ 18 թվականին իմ չայլոց ինքը աջակցում էր Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող հեղափոխությունը, որ 18 թվականին այդ հեղափոխությունը պետք է մտներ նաև Արցախ։
եւ դա տեղի չի ունեցել ու դրա մեղավորներից մեկը Նիկոլ Փաշինյանն է, այստեղ ես լրիվ կիսում եմ Արտուր Օսիպյանի տեսակետը։ Բայց դա պոլեմիկա է, սա։ Չէ, դա պոլեմիկա չի, կարող են իրար հետ վիճել, այո, բայց վիճելու համար բայց ամբողջ հարցը դա է, որ այդ թեման այդտեղ հիմա հետին թվով ճիշտ ու սխալ անել շատ բարդ է, այսինքն դա քաղաքական գնահատական է, իսկ քաղաքական գնահատականի համար մարդուն կալանավորել, հասցնել հացադուլի եւ Աստված մի արած մահվան, դա ոչ մի իշխանություն պետք է մտքով էլ չանցնի, հա, որ իր օրոք կարող է այդպիսի բան տեղի ունենալ։ Բայց չէ որ հենց համարյա թե առաջին օրվանից, այո, հացադուլը շարունակվում է եւ վտանգավոր է, որովհետև Արցախցի է Օսիպյանը եւ Արցախում մենք գիտենք եւ նա պատերազմի մասնակից է եղել նաեւ եւ այդ ուրեմն շրջափակման մեջ է եղել այդ ինչ առողջական վիճակը պարզ չէ։ Լավ, դա մի կողմ ենք դնում, մենք փորձում ենք հասկանանք իրավական կողմը, որովհետև մեզ հետաքրքրում է նաև, այո, Արտուր Օսիպյանի ճակատագիրը կարևոր է, բայց մեզ հետաքրքիր է մեր գործելավոճը։ Հայաստանի Հանրապետությունը իրեն ժողովրդավարական պետություն հռչակած Հայաստանի Հանրապետությունում ինչպես են բացատրում նման ձերբակալումը։ Եթե դա լիներ Ադրբեջանում կես խոսքը բավական էր, որպեսզի այդ մարդուն փակեին, այդպես էլ կա։ Ռուսաստանում մենք գիտենք տարբեր երկրներ, բայց մենք միշտ հպարտացել ենք նրանով, որ մենք ժողովրդավար ենք, օրինական է մեզ մոտ ամեն ինչը։ Արդյոք նման դեպքում, եթե հանրությունը աղաղակում է առաջին իսկ օրվանից, իշխանությունները լսում են այդ ձայնը հասարակության եւ ազատ չեն արձակում, կամ մենք այլևս ժողովրդավարական երկիր չենք, կամ այնտեղ կա ինչ որ հանցանք, զանցանք, որի մասին մենք չգիտենք գուցե։ Ինչու են իշխանությունները այդպես համառորեն պահում Արտուր Օսիպյանին ճաղերի հետևում։ Դե եթե մենք իրավական պետություն ենք, ապա Արտուր Օսիպյանին պահում են ճաղերի հետևում, որովհետև նա սպառնալիք է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի եւ հասարակության համար, որտեղ մեղադրանքը այդպեսին է։ Նա որպես Արտուր Օսիպյան, նա որպես արցախցի։ Դե ես չէ, որպես արցախցին մեղք չի եւ հանցագործություն չի։ Այսինքն ենթադրվում է, որ նրան ձերբակալել են, որովհետեւ ինքը ենթադրում եմ, ավելի չի նայեք, մեղադրանք կարող էր առաջադրվել, կարող էր, չգիտեմ, օրինակ վիրավորանք որպես, բայց դրա համար կալանք չի հասնում, դրա համար վարչական խուլիգանություն էր կարծեմ առաջին օրը։ Դե խուլիգանություն էլ չկա, իր կողմից այն վարքը, որը ինքը դրսևորել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, այդտեղ խուլիգանության հատկանիշ չկա, ինքը ոչ այդ երթն է խոչընդոտել, ոչ հանրային միջոցառումն է խոչընդոտել, Նիկոլ Փաշինյանը հարց ու պատասխան բանավեճի մեջ է մտնում ցանկացած երկրորդ քաղաքացու հետ, իհարկե ավելի շատ գովեստի խոսքերն են այո, հաճելի են ընդունվում են, քան քննադատականը, բայց մենք տեսել ենք, որ քննադատական էլ է եղել։ Նույնիսկ ավելին մետրոյում տեղի ունեցած միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը այնքան վեհանձն գտնվեց, որ ներողություն խնդրեց այդ կնոջից եւ ցանկություն հայտնեց հանդիպել հետը։ Հիմա այնպես չի, որ Արտուր Օսիպյանին չի վիրավորել Նիկոլ Փաշինյանը եւ բան չունի ասելու։ Մյուս կողմից Արտուր Օսիպյանն էլ ունի ասելու եւ գուցե պետք է որ երկուսն էլ իրար հետ այդ խնդիրը մարդկային դաշտում, բարոյական դաշտում փորձեն լուծել։ Բայց ինչու չեն դա անում, ինչու են փորձում արդարացնել իրավապահների կողմից իրականացվող այս ապօրինությունը, դա իմ համար արդեն այլ հարցեր է առաջացնում։ Ձեզ համար էլ է փաստորեն դա հարց, որտեվ չկա դրա բացատրությունը։ Երկու խելամիտ երկու պատճառ կարող է լինել։ Մեկը, որ քաղաքական իշխանությունները տեղյակ չեն եւ իրավապահները ապօրինություններ են իրականացնում, բայց դա արդեն ըստ էության անհնար է, որովհետև հանրային հնչեղություն է ստացել այնպես, որ նույնիսկ ազգային ժողովի նախագահն է անդրադարձել այս թեմային, եւ եթե քաղաքական իշխանությունները տեղյակ են, որ Հայաստանում իրավապահ մարմինները ապօրինաբար զրկել են մարդուն իր սահմանադրական իրավունքից, պատժում են
կալանքի կալանքը օգտագործում են որպես պատիժ եւ դրա վերաբերյալ որևէ հայտարարություն, որևէ խոսք չեն ասում ի պաշտպանություն այդ մարդու, որի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում, նշանակում է դա իրանց պատվերով է, իրանցն է, չէ՞, այս դատարան չի, սա դատախազությունն է, դատախազությունը ենթարկվում է ուղիղ Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն սա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կա այդպիսի մտավախություն, որ հանրությունը այդպես կարող է գնահատել, որ սա Նիկոլ Փաշինյանի կմաճիկով են մարդուն կարող կալանավորել, ոչ թե դատական համակարգն է գործում։ Ես այլ բացատրություն չեմ տեսնում, քան Նիկոլ Փաշինյանի կամ իրենց ով է որոշում։ Այո, իր կողմից պատժում են այդ մարդուն։ Հիմա այլ հարց։ Այո, ատելության խոսքը դուք էլ ձեր խոսքում ասացիք, դուք չեք ոչ թե չեք ողջունում, այլ համարում եք շատ վատ երևույթ։ Ինչպես դրա դեմ պայքարել։ Տեսեք, երկուսն էլ, այո, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, հետո ինքը ասեց ես իրեն նկատի չունեի այդ որ ասում էր ինչու չեք զոհվել, նկատի ունեի Վերնախավը, հիշում եք Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ մարդը Վերնախավ չի, այդ մարդը այդ Վերնախավի դեմ պայքարող մարդ։ Լավ, հիմա հետ գանք, ուզում ասեմ նա էլ, այո, դուք ճիշտ ասացիք, որ եւ Արթուր Օսիպյանը անցավ երևի սահմանները գրառումներով, այդտեղ չէր անցել, եւ Նիկոլ Փաշինյանը տեղում ասաց այն ինչ որ ասաց։ Ինչպես պայքարել, ինչպես դրա դեմը առնել, որպեսի կալանք չլինի, որովհետև ես չգիտեմ, օրենքով նախատեսված է ատելության խոսքի դեպքում կալանք, իսկ սպառնալիքը ռեալ է թե չէ, անգամ Ալեն Սիմոնյանի ցույց տվածը, բացի գրեհիկությունից, գրեհիկ խոսքից, այնտեղ երևի թե ռեալ չկար սպառնալիք, դա իմ քաղաքացու տեսակետից, ես քաղաքացիների տեսակետից եմ հարցս դնում, որովհետև իրավապահ մարմինները այդ մասին դեռ չեն զեկուցել, հանրային զեկույց չի եղել, ճիշտ է, հանրային բացատրություն չի եղել։ Չէ, այն ինչ որ հայտարարվել է, դրա շուրջ, այո։ Նրա հիման վրա ինչը տեսել, լսել եւ կարողանում ենք համադրել։ Եվ այսպես, ինչպես պայքարել ատելության խոսքի, ատելության դրսևորման դեմ։ Նայեք, այդ հարցի պատասխանը երևի աշխարհում ոչ մեկը չունի, որովհետև տեխնոլոգիաների զարգացման հետ ավելի ու ավելի բարդ է դարձել նման պայքարը արդյունավետ կերպով իրականացնել։ Օրինակ, իմ գրառումների տակ, երբ որ ես ի պաշտպանություն Արթուր Օսիպյանի հանդես եմ գալիս Facebook-ում, ատելության խոսքի հեղեղ է դրսևորվում ի քննադատություն Արթուր Օսիպյանի, բայց քննադատություն էլ չէ, նզովում են ուղակի, ինչը որ եւ հակառակը փառաբանում են Նիկոլ Փաշինյանին ու ֆեյքեր, բազմաթիվ ֆեյքեր, ես ապշում եմ, հա իհարկե բացում ես այդ մարդը, որ այդ գրառումը գրել է, որ դուք դավաճան ու ազգամիջյան միջազգային ճիշտ ներազգային ատելության քարոզ Ղարաբաղցի, Հայաստանցի տարանջատում շատ տարբեր ֆեյքեր են, բացում եք ոչ մի գրառում չունի, անուն ազգանուն նորմալ չկա, նկար չկա կամ եթե կա էլ ինչ-որ առյուծի բանի նկարները, այսինքն ակնհայտ fake պրոֆիլ է եւ ամբողջ հարցը որն է, որ ես չեմ կարող վստահ լինել, որ դա Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են անում, այլ ոչ թե օրինակ հակառակ ճամբարից կամ արտասահմանյան որևէ երկրում նստած հայերեն խոսացող ինչ-որ խմբեր մեզ իրար դեմ լարելու, թշնամանք հրահրելու, այսինքն որևէ կերպ դա առանձնացնել, զտել, մաքրել եւ հասկանալ ով է հետևում կանգնած եւ ինչ նպատակներ է հետապնդում, գրեթե անհնար է։ Դրա համար ես մի ձև գիտեմ, որ պետք է կամ հնարավոր է դրա դեմ պայքարել, դա հանրային իրավագիտակցության բարձրացումը։ Երբ որ մենք ունենք որևէ խնդիր, մենք պետք է առաջնորդվենք ոչ թե էմոցիաներով, ոչ թե մեր պատկերացումներով, այլ օրենքով։ Հիմա տվյալ դեպքում Արթուր Օսիպյանի հետ կապված, հա, այո, ես էլի եմ ասում, այն բառամթերքը, որ ինքը օգտագործել է Facebook-յան իր գրառումների ժամանակ, հարիր չի իր նման քաղաքական միտք ունեցող անհատի համար,
բայց մենք պետք է առաջնորդվենք օրենքով, ոչ թե մեր ճաշակով։ Խոսքի ազատությունը միայն այն խոսքի ազատությունը չի, որը մեզ հաճելի է։ Նաև մեզ տհաճ խոսքի ազատությունը պետք է հարգվի, եւ եթե կա վիրավորանք, այո, դրա համար կա նաև վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կետ եւ դրա համար նախատեսված պատիժ, բայց ոչ քրեական։ Դա քրեական արարք չի եւ այստեղ, երբ որ մենք օգտագործում ենք ընտրովի արդարադատություն, դա հենց առաջի քայլն է դեպի ավտորիտարիզմ եւ դեպի ատելության խոսքի զարգացում, որովհետեւ արդեն ոչ միայն ֆեյքերն են սկսելու ատելության խոսք քարոզել, այլ այն մարդիկ, ովքեր տեսնեն, որ արդարությունը չի կարողանում վերականգնվել օրենքի ուժով եւ իրավապահ համակարգը ծառայում է որևէ մեկին, իրենք սկսելու են իրենց սփոփանքը գտնել այդ նման հայտարարությունների, նման արտահայտությունների, անեծքի ու հայհոյանքի միջոցով։ Դրա համար չի կարելի թույլ տալ, որպեսզի այդ գիծը հատվի։ Որպեսզի այս թեման ամփոփենք, ես կարող եմ այսպես ձևակերպել, որպես ամփոփիչ ձևակերպում կներեք կրկնության համար։ Հանրության համար պարզ չէ դրդապատճառները, հիմքերը եւ հանրությունը նախաձեռնել է իդեմս Գեղամոհանյանի իդեմս նրանց ով կմիանա, դուք ասում եք դուք եք միանալու այդ անժամկետ նստածույցին, որպեսզի այս իրավախախտումը իրավապահների կողմից թույլ տված իրավախախտումը, իրավունքների խախտումը վերացվի Արտուր Օսիպյանի նկատմամբ անհամաչափ, որ հանրությունը հասկանա, որ համաչափ է, կամ եթե անհամաչափ է, հնարավորինս արագ դադարեցվի այս իրավախախտումը երկրում։ Այո, Արտուր Օսիպյանի նկատմամբ անհամաչափ պատիժ է կիրառվում, կալանքը չի կարելի օգտագործել որպես պատիժ, պատիժը կարող է լինել միայն դատարանի օրենքով ուժի մեջ մտած որոշումից հետո, իսկ կալանքը օգտագործել որպես պատիժ, դա անհարիր է ժողովրդավար պետությանը, եւ ես պահանջում եմ, որպեսզի օր առաջ վերացվի նման ձևով պատժի այդ մեխանիզմը, դադարեցվի Արտուր Օսիպյանի կալանավորումը, թող տնային կալանք տան, օրինակ, եթե այդպես, եթե այո, այդքան կարևոր եւ այդքան վտանգավոր է ու իրավապահները մտավախություն ունեն, որ կարող է նա բմբլել Նիկոլ Փաշինյանին, թող տնային կալանք տան եւ քննություն իրականացնել, բայց ես վստահ եմ, որ դա փոխաբերական իմաստ է ունեցել եւ այդտեղ որևէ սպառնալիք չկար, եթե լիներ սպառնալիք, այդ հանդիպման ժամանակ նա իրագործեր, չէ՞։ Այսինքն դրանից հարմար առիթ կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ բանավեճի փոխարեն բռներ ու բմբլեր, օրինակ, բայց չի արել, հետեւաբար դա վերացական գռեհիկ արտահայտություն է, որի համար քրեորեն պատժելի որը քրեորեն պատժելի չի։ Կներեք, ասացի, որ ամփոփում եմ, բայց այստեղ մեկ հարց եւս, իշխանությունները գնում են ընտրությունների եւ հասարակության մեծ մասը չի հասկանում ինչ է տեղի ունեցել եւ համարում է, որ սխալ է այնուամենայնիվ թույլ տրվել Արտուր Օսիպյանի ձերբակալանքի տակ վերցնելը եւ իշխանությունները չեն վախենում կորցնել իրենց ընտրողներին։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը դա եւս գիտակցելով շարունակում է ճաղերի հետևը պահել Արտուր Օսիպյանին։ Ես ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր PR թիմը մտածում են, որ Արտուր Օսիպյանի խափանման միջոցը փոխելը կարող է դիտվել որպես թուլություն, բայց ես պետք է ասեմ, որ եթե այդպիսի խորհուրդ են տվել իրեն, սխալվել են, եթե մենք ժողովրդավար պետություն ենք կառուցում, դա պետքա ոչ թե ուժի առավել եւս մի հոգու կողմից դրսևորվող ուժի վրա հիմնված լինի, այլ օրենքի, իրավունքի։ Արտուր Օսիպյանի սահմանադրական իրավունքները խախտվել են եւ օր առաջ, ժամ առաջ պետքա վերացվի այդ խափանման միջոցը։ Դա թուլություն չի, դա իրավական պետություն կառուցելու քայլեր են, որոնք իրար հետևից պետքա շարունակել։ Շնորհակալություն եւ ընտրությունների թեմայի հետ կապված ես ճիշտ ասած բուն ընտրություններին դեռ գուցե
Չէ, գուցե եւ ընտրությունների մասին խոսենք, հետո Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերություններին, որովհետեւ այստեղ էլ ինչ որ հետաքրքիր ձևակերպումներ կար, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ասեց, Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ։ Կխոսենք, եթե կարող ենք համառոտ անդրադառնալ ձեր տպավորությունները, արդեն մի 3-4 օր է մնացել, ինչ է մնացել, բան չի մնացել։ Եթե շատ ամփոփ, այսպես նայենք Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին, ապա կա երկու հիմնական ուժ, դրանցից մեկը գործող իշխանություններն են, դեմս քաղաքացիական պայմանագիր կուսակցության, եւ մյուսը մի ամբողջ ներկապնակ պրոռուսական ուժերն են կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող կամ Ռուսաստանի կողմից ուղղորդվող եւ կա փոքրաթիվ այսպես փոքր խմբեր, անհատներ, որոնք մեծ հաշվով ընտրապայքարի վրա էական ազդեցություն չեն թողնելու։ Անհատ չէ, կառույցներ։ Կառույց, հա, ինչ որ կազմակերպություններ, կուսակցություններ։ Ինչու են նրանք թույլ եւ ինչու նրանք չեն ազդում, դա շատ մեծ քննության թեմա է, այսինքն վերլուծելու թեմա է, բայց հիմնական խնդիրը այն է, որ Հայաստանում քաղաքականությունը հանրային ընկալման մեջ ոչ թե Հայաստանի որպես սուբյեկտ լինելու եւ հանդես գալու շուրջ է կառուցված, այլ այսպես եթե շատ պարզ ասենք պրոռուսական կամ պրո-եվրոպական լինելու, այսինքն գաղափարական պայքար չկա, կա աշխարհաքաղաքական ընտրության պայքար, դու որտեղի վասալը լինես ըստ էության, դու լինես Ռուսաստանի դեմ եւ Եվրոպայի հետ հարաբերվես որևէ կերպ, թե դու լինես Ռուսաստանի հետ Եվրոպայի դեմ հարաբերվես որևէ կերպ ենթարկվես Ռուսաստանին։ Մենք 30 տարի եղել ենք եւ դեռևս մնում ենք Ռուսաստանի ազդեցության գոտի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշակի քայլեր է ձեռնարկում ազատվելու ռուսական լծից եւ դա ողջունելի է, բայց մյուս կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բավարար ջանք չի ներդնում, որպեսզի այդ ռուսական լծից ազատված Հայաստանի Հանրապետությունը ոչ թե լինի երրորդ կարգի պետություն եվրոպական հովանու ներքո, այլ լինի իրապես արժանապատիվ եւ ժողովրդավար պետություն, որը կարողանում է ինստիտուցիոնալ մակարդակում լուծել իր խնդիրները։ Ոչ թե խնդրել նրան, որ գան պաշտպանեն իր սահմանը կամ տնտեսական հնարավոր սանկցիաների դեմ օգնեն եւ այլն, իհարկե դա էլ է պետք, բայց Հայաստանի Հանրապետությունը կարող է անվտանգ լինել միայն, եթե Հայաստանի Հանրապետությունը լինի իրավական ժողովրդավարական պետություն, այսինքն Հայաստանում գործող օրենքները լինեն բոլորի համար հավասար եւ արդար, ոչ թե Արտուր Օսիպյանը նույն վարքի համար գնա 2 ամիս կալանքի տակ գտնվի, իսկ Նիկոլ Փաշինյանը ընտրապայքար շարունակի նույն արարքի համար, անթույլատրելի է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լավ է անում, որ պայքարում է Ռուսաստանի դեմ եւ լավ անում, որ փորձում է Ամերիկայի հետ կամ Եվրոպայի հետ հարաբերություններ կարգավորել այնպես, որպեսզի անվտանգային խնդիրներ լուծվի, բայց դա Հայաստանի Հանրապետության կայացման ճանապարհի նվազագույն քայլեր են։ Մյուս կողմից, երբ որ դու անում ես քայլեր, որոնք վնասում են երկրում ժողովրդավարության հաստատմանը, դու վնասում ես այդ արևմտյան քաղաքակրթության ներկայացուցիչների հետ արժանապատիվ հարաբերություններ ստեղծելու հնարավորությունը վնասում ես։ Եթե գալու են մեզ ուղղակի ամերիկացիներ աջակցեն, որովհետև մենք իրենց հետ ստորագրել ենք պայմանագիր, որ մեր ոսկին ու օգտակար հանածոները իրանց են պատկանում, դա էլ է վասալություն։ Ես չեմ ասում, որ այսօր մենք այնց պայմաններում ենք, որ կարող ենք ավելի լավ պայմաններ թելադրել, բայց որpիսի 5 տարի հետո, 10 տարի հետո կարողանանք մենք մեր իրավունքները պաշտպանել միջազգային հարաբերություններում, այլ ոչ թե այսպես ասենք, եկեք ինչ ուզում եք արեք, մենք պետքա կարողանանք ստեղծել ինստիտուտներ, իրավունքի հիմքի վրա ստեղծել պետություն։
Դե Փաշինյանն էլ ասում է Օսիպյանի հարցը որք ենք դնում, ճիշտ եք նկատում, այս ֆոնին Օսիպյանը շատ մեծ ներողություն ստվեր է գցում, հասկանում եմ մարդու մասին ենք խոսում, բայց Նիկոլ Փաշինյանի այդ բոլորից սիրում եմ խաղաղություն ներսում եւ այլն, բայց Փաշինյանը ձեզ կպատասխանի, որ այո, առաջին քայլը Ռուսաստանից փոխվելն է, այ երկրորդ քայլը տվեք ինձ մանդատ, ես 21 թվականին խոստացել էի խաղաղություն, ես բերեցի ձեզ 26 թվական, մինչև 26 թվական խաղաղություն եմ բերել։ Ռուսաստանից փորձում եմ փոխվել, դուք եք նկատում խոսքը ձեր մասին չէ, հանրությանն է ասում, ասենք թե ես խոստացել էի խաղաղություն տվել, հիմա ես խոստանում եմ պահպանել այդ խաղաղությունը, կարծեմ դա է իրենց կարգախոսը, պաշտպանիր խաղաղությունը, տեր կանգնիր խաղաղությանը եւ ինստիտուցիոնալ լուծումներ տալ, ամրապնդել պետությունը, ես ինձ տվեք ձեր ձայները, ես հետագա 5 տարին արդեն կսկսեմ կառուցել ամուր Ռուսաստանից փոխված պետություն։ Հա, Ռուսաստանից փոխված ինչպիսի պետություն է այդ հարցը։ Դե ասում եմ հիմա ես իմ ծրագիրս բացեք այդպիսի պետություն։ Այ Նիկոլ Փաշինյանի նկարագրած պետությունը 29743, հա, քառակուսի կիլոմետրի վրա աշխարհագրական ինչ որ կոորդինատների վրա տարածք է։ Այսինքն այդտեղ մարդու մասին դեռևս բան չկա։ Եվ այն ինչ տեղի է ունենում այսօր Արտուր Օսիպյանի հետ, դա է մարդու մասին։ Եվ եթե այդ քառակուսի կիլոմետրի վրա այդպիսի պետություն պետք է կառուցի Նիկոլ Փաշինյանը, ապա այդ պետությունը մրցունակ չի լինելու, այդ համակարգը դառնալու է ավտորիտար։ Ես Աստված մի արասցե, եթե Արտուր Օսիպյանը հացադուլից դուրս չգա եւ իր կյանքը չգիտեմ, մահան այդ մարդը, ինչա պատասխանելու Նիկոլ Փաշինյանը իրեն եւ հասարակությանը։ Հա, դա կարող տեղի չունենա ընտրությունների շեմին, բայց դա կարող տեղի ունենա ընտրություններից հետո։ Հացբերողի մասին ինչ ասացին։ Հիվանդ էր, սերեն էր, հազարով մի բան։ Բայց մենք հիմա զգուշացնում ենք, չէ՞։ Հացբերողի մասին դա ասեցին, որովհետև այն ժամանակ ավտորիտար համակարգ էր եւ պարզա որ պետքա փորձեին արդարացնել։ Բայց հիմա, եթե մենք ասում ենք, խոսում ենք ժողովրդավարության մասին, խոսում ենք մարդու որպես բարձրագույն արժեք լինելու մասին, խոսում ենք մարդու արժանապատվության մասին, որպես գլխավոր նպատակ, ոնց ենք մենք այդ մարդուն ապօրինաբար զրկում ազատությունից եւ այն արտահայտությունները չեմ ասում, որովհետեւ երկու ստեկ են հնչել, հա, այդ վիրավորանքները, զրկում ազատությունից եւ գուցե նաեւ կյանքից, ոնց Այդ ինչպիսի ժողովրդավար պետություն է, որպես ազատ խոսքի համար մարդուն տանում ես կալանավորում եւ հասցնում մահվան։ Լավ, եթե Նիկոլ Փաշինյանին ինչ որ մեկը չի ուզում ընտրի նաեւ Ռուսաստանի կողմից աջակցություն ստացած եւ աջակցվող, ներողություն այդ բառի համար չկա այդպիսի բառ, աջակցվող քաղաքական ուժերին, ում ընտրի քաղաքացին։ Ես ասացի, որ մեր հանրային ընկալման մեջ կա երկու ճամբար, պրոռուսական եւ հակառուսական, այո, այսինքն այստեղ լուծում չկա։ Այն ինչ որ փոքրներն են, իրանք առանձնապես մեծ բան չեն փոխելու։ Չեն փոխելու, որովհետեւ փոքր են, բայց դա փոքր են, որովհետեւ հանրային մեծ աջակցություն չունեն, այսինքն հանրային ընկալման մեջ այդ ուժերը ուժ չեն, այլ այդպես կազմակերպություններ են։ Հիմա ում ընտրել ռուսականների եւ հակառուսականների մեջ, իհարկե ես կողմ եմ, որ մենք հակառուսական ուժերի մեջ ընտրություն կատարենք եւ ունենանք դրա մեջ լավի եւ լավագույնի։ Այստեղ ես հատուկ եմ շեշտում հակառուսականը չի նշանակում, որ այն ուժերը, որոնք գալու են իշխանության, Ռուսաստանի հետ չեն աշխատելու։ Նիկոլ Փաշինյանն էլ աշխատելու Ռուսաստանի հետ, մյուս ով էլ գա աշխատելու է Ռուսաստան, այսինքն ես էլ գամ, դուք էլ գաք, դա մի բան է, որը որ անհրաժեշտ է, այսինքն նույնիսկ Իրանի եւ Իսրայելի նման այսպես
թշնամի պետություններն են իրար հետ ինչ որտեղ աշխատում, հա, այսինքն այստեղ հնարավոր չի թեկուզ երրորդ պետության միջոցով։ Մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, բայց մենք ունենք առևտրաշրջանառություն Վրաստանի միջոցով կամ այլ պետությունների։ Այսինքն այստեղ խնդիրը չի գնում, որ հակառուսականը ոչ թե Ռուսաստանի դեմ է, այլ Ռուսաստանի վարած քաղաքականության, գուցե նաև իրենց քաղաքական վերնախավի փիլիսոփայության դեմ է։ Իսկ Ռուսաստանում բազմաթիվ հայեր կան, որոնց հետ մենք էլի աշխատելու ենք։ Վասալության երևի Այո, դեմը։ իհարկե, որտեվ այդ քաղաքականությունը միտված է Հայաստանին վասալացնելուն։ Եվ ընտրությունը չի կարող լինել Կրեմլի մեջ։ Ընտրությունը պետք է լինի հանուն Հայաստանի ինքնիշխանության։ Այսօր այլ ուժ, քան քաղաքացիական պայմանագիրը դաշտում, որը ի վիճակի է այս բարդ իրավիճակում Հայաստանը հանել եւ տանել դեպի ժողովրդավարություն։ Ես չեմ տեսնում։ Բայց մյուս կողմից ասում եմ իմ համար չափազանց մտահոգիչ է այն քայլերը, որ անում է այդ նույն քաղաքացիական պայմանագիրը, երբ որ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին։ Եթե ավտորիտար համակարգ է լինելու, կապ չունի դա, որ պետության հետ ես դու այդ ավտորիտար համակարգը կազմում, մենք տեսել ենք, որ Եվրոպան երբեմն նաև մարդու իրավունքների նկատմամբ աշկափակում, այդ նույն Եվրոպայի շատ պետություններ դարերով գաղութատերեր են եղել, այսինքն այնպես չի, որ իրենց տարածքից դուրս ժողովրդավարություն կառուցելը իրենց համար գերնպատակ է։ Այսինքն դուք, եթե մենք վերցնենք պրիորիտետներով, առաջնահերթություններով, չեք ասում, որ արտաքին քաղաքականությունը այո, կարևոր է, բայց առաջին տեղում է, ներսում մարդու իրավունքները երկրորդ տեղում են։ Դուք տեղերով փոխում եք, ասում եք դրանք իրար ժխտող չեն, այո, դրանք փոխլրացնող են։ Փոխլրացնող են, այո, իրենք պետք է զուգահեռ գնան, ոչ թե լինի մեկը առաջնային, երկրորդը։ Այո, չի կարելի ինչ որ մի բանի հաշվին լինի արտաքին քաղաքականությունը լուծում, շատ ճիշտ եք։ Մարդու իրավունքների հաշվին։ Այո, չի կարող հակառուսականությունը լինել նպատակ պետության համար։ Պետության եւ իր քաղաքացիների համար նպատակը պետք է լինի ազատ պայմաններում ստեղծել արժանապատիվ միջավայր քո քաղաքացիների համար։ Իսկ դա միայն օրենքի գերակայության պայմաններում եւ արդար իրավական համակարգի պայմաններում կարող է լինել։ Դրա համար կարևոր է եւ ազատվել, այդ Ռուսաստանից ինչ ենք ազատվում, որպեսզի կարողանանք այդ իրավական պետությունը կառուցենք։ Դրա համար դրանք իրար ոչ թե ժխտող են, այլ փոխլրացնող են։ Եթե մենք միտեղ խոսում ենք Ռուսաստանի դեմ, որը լավ է, բայց մյուս տեղում մենք գործում ենք, իրականացնում ենք քայլեր, որոնք նվաստացնում են մարդու ինքնասիրությունը, արժանապատվությունը, մարդուն ապօրինաբար զրկում են ազատությունից, անհամաչափ ուժ են կիրառում կամ իրավական որևէ գործիք են օգտագործում, ապա դա դեմ է ժողովրդավարությանը եւ դա հակասում է այն նպատակին, որ իբր դու դրել ես ազատվելով Ռուսաստանից կառուցել այսպիսի պետություն։ Նորից պատտվեցինք հետեկանք նույն հարցին, որ հանրությանը պետք է պատշաճ հիմքեր ներկայացվեն Արտուր Օսիպյանին ձերբակալության կալանքի տակ պահելու համար։ Ոչ, Արտուր Օսիպյանին պետք է անհապաղ փոխեն խափանման միջոցը, հետո ինչպես ընթացք կստանա, դա այլ հարց է։ Ես պահանջում եմ ուղղակի, որպեսզի մենք իմիջայլոց ասեմ նախագահականի դիմացի մայթին այդ ցույցը տեղի ունենում կամ այդ նստացույցը, որին ես ասեցի հորտման սկզբում մասնակցում եմ ու գնալու եմ այստեղից շարունակ եմ մասնակցել, կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, ովքեր մտահոգ են այս հարցով, կարող են գալ, այնտեղ մենք ստորագրահավաք ենք սկսել, դիմում ենք ներկայացրել նախագահին որպես սահմանադրության պաշտպանի, որպեսզի միջնորդի, գոնե այդ ձևով փոխեն խափանման միջոցը Արտուր Օսիպյանի, որ հացադուլից դուրս գա այդ մարդը։ Բարի շնորհակալություն գովազդ հայտարարենք եթերում, սիրելի բարեկամներ, վերադառնալու ենք տաղավար, շարունակենք զրույցը։ Նիկոլ Փաշինյան, Պուտին զրույց է տեղի ունեցել, Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, մենք այդ մասին իմացել ենք լուրերից եւ տեսնենք հետագա զարգացումները ինչպիսին պետք է լինեն, քանի որ ձուկը եւս դարձել է թունավոր Ռուսաստանի համար, ձկան արտահանումը Հայաստանից եւս վերացրել են, դադարեցրել են։ Գովազդը եթերում, մնացեք մեզ հետ։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, զրուցում են Գարեգին Միշկարյանի հետ պլյուս 374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ, շատ հետաքրքիր է անվանումը, ժամանակ եթե մնաց, այդ 374-ը դե AM-ն է, հա, Հայաստանն է նշանակում, կխոսենք քաղաքական ինքնորոշման մասին, այժմ բոլորս հետևում ենք Պուտին-Փաշինյան փոխհարաբերություններին, դե հունիսի 1-ին Փաշինյանի ծննդյան օրն էր, Պուտինը շնորհավորեց Փաշինյանին, ասաց, որ մեր երկրների ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել եւ մենք շահագրգռված ենք դրանց շարունակական զարգացման։ Փաշինյանն էլ ասել է, որ Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ եւ նա համոզմունք է հայտնել, որ մենք ամենայնպես իր խոսքն է մեջբերում, մենք այս գործում կհաջողենք այդ թվում այն պատճառով, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում։ Եվ սա ամբողջը այն ֆոնին, երբ Ռուսաստանը կրկին իտես բոլորի փակում է ամբողջ արտահանումը Հայաստանից, ներմուծում թույլ չի տալիս։ Ինչ է տեղի ունենում Պուտին-Փաշինյան փոխհարաբերությունների մեջ, ինչ եք կարծում։ Բոլորը անհանգստացած են, դուք էլ եք երևի կարդացել, ասում են ամսի 7-ից հետո, այ Ռուսաստանը եւ բազան են մատնացույց անում, վախեցնում, ասում են բազան շրջվելու է ժողովրդի դեմ, այսպես է լինելու, այնպես է լինելու Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերությունները։ Քանի որ հասարակական կազմակերպության անունից խոսեցիք, այս խնդիրը ըստ էության քաղաքական ինքնորոշման հարց է։ Ինչ է դա նշանակում։ Պետք է հասկանալ քաղաքական իրադարձությունների խոր տրամաբանությունը, այն ինչը դիվանագիտական էթիկայի մաս է, այն ինչը տնտեսական
պատերազմի մասը, այն ինչը վախերի վրա հիմնված հանրային տրամադրությունները կառավարելու մասը եւ այլն, ու ըստ էության մեր հասարակական կազմակերպությունը դրանով զբաղված մարդկանց քաղաքական առումով հասունության բարձրացնելու միտված քայլեր են կանում։ Վախացնելով Չէ, ձեր կազմակերպությունը վախացնողն է, թե այդ չէ, վախը մեր կազմակերպությունը ոչ վախ ինչ է կանում, օրինակ այս սարսափելի լուրեր են իրար մարդը պետքա կարողանա հասկանալ տեղի ունեցող իրադարձությունները, կարողանա դրանց իմաստը ընկալել եւ մեկնաբանել ոչ թե էմոցիոնալ ազդեցության տակ, այլ սառը դատելով եւ գտնելով պատճառը հետևանքային կապերը, իմանալով դրանց տրամաբանությունը։ Հիմա ինչ վերաբերում է Պուտին եւ Նիկոլ Փաշինյան հանդիպմանը, ավելի ճիշտ հեռախոսազանգին, դա դիվանագիտական էթիկայի մաս է, ոչ մի պետություն մյուսին, շատ եզակի դեպքեր հաշվի չառած, այդպես ուղիղ թշնամանք կամ հակասությունների դեպքում փոխադարձ հայհոյանքներ գրեթե տեղի չեն ունենում։ Դիվանագիտական էթիկան պահանջում է, որպեսզի այդ քաղաքակրթության սահմանները պահպանվեն եւ այդ զանգը դրա հետ է կապված։ Որոշ վայրվերլուծաբաններ փորձում են դրանով հիմնավորել, որ այ տեսեք Նիկոլ Փաշինյանը Պուտինի մարդն է, դրա համար Պուտինը զանգեր շնորհավորեց, ինքը նա պրոռուսական է եւ այլն։ Ես ուզում եմ ասել, որ դա Նիկոլ Փաշինյանի պայծառ մտքի բերումով չի, որ մենք հայտնվել ենք Ռուսաստանի համար լավ, մենք չէ, իր իշխանությունը հայտնվել է Ռուսաստանի համար ոչ ցանկալի իշխանությունների ցանկում։ Ի սկզբանե Կրեմլը որպես կայսրապաշտական նկրտումներով կառավարման համակարգի գլուխ միտված է հարաբերվել վասալային հարաբերություններով եւ ձգտում է դրան։ Այսինքն նրանք փորձում են պահել ցարական Ռուսաստանի, սովետական միության, երբեմն այդ հեգեմոն վիճակը եւ դրա հասնելու տարբեր մեթոդներ ունեն, տարբեր ձևեր ունեն։ Դրանցից մեկը այն է, որ իր ազդեցության գոտիներում իշխանությունները, քաղաքական իշխանություն պետք է ձևավորվեն ոչ թե ժողովրդի արդար ընտրությունների միջոցով։ Այդ ամեն ինչը կարելի է կազմակերպել, ցույց տալ, որ ընտրություն կա եւ այլն, բայց դա պետք է լինի Կրեմլի կողմից նշանակված մարդ։ Դա է պատճառը, որ Վրաստանում Սահակաշվիլու եւ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չեն ընդունվել եւ չեն կարող ընդունվել Կրեմլի կողմից որպես լեգիտիմ իշխանություն։ Նրանց համար լեգիտիմությունը սահմանում են իրենք, ոչ թե տվյալ տարածքի ժողովուրդը, այլ լեգիտիմության աղբյուրը Կրեմլն է։ Եվ եթե Կրեմլի կողմից առանց թույլատրության որևէ ժողովուրդ փորձել է ինքնուրույն իշխանություն ձևավորել, դա հակասության մեջ է իրենց արժեհամակարգի, իրենց նպատակների, իրենց սկզբունքների հետ եւ իրենք որևէ կերպ համագործակցության չեն գնա այն ինչ էլ որ կարող է թվալ, որ դա համագործակցություն է, դա ժամանակավոր բնույթ է կրում, մինչև իրենք կարողանան իրավիճակը հետ վերադարձնել իրենց ձեռքը։ Նիկոլ Փաշինյանի ողբերգությունը եւ մեր ողբերգությունը նաեւ այն է, որ 18 թվականի հեղափոխությունից հետո ինքը միամտաբար կարծում էր, որ կարող է այդ ավտորիտար պապիկների ցանկում ինքը այդպես արժանի տեղ զբաղեցնել եւ շարունակել Սերժ Սարգսյանի բռնած գիծը։ Առանց հաշվի առնելու, որ Սերժ Սարգսյանը Կրեմլի հպատակներ եւ նրա կողմից նշանակվածը, իսկ ինքը ժողովրդի կողմից ընտրված էր եւ դա որևէ կերպ չէր կարող տեղավորվել Կրեմլի որդեգրած գծի մեջ։ Հետևաբար 21 թվականին միայն ինքը հասկացավ, որ մեզ պետք է ինքնիշխան պետություն կառուցել, եթե ինքը ուզում է մնալ իշխանության գլխին։ Հիմա դա լավ է թե վատ է, եղել է արդեն անցել է, կարևորը որ հիմա Նիկոլ Փաշինյանը վերջապես դա գիտակցել է եւ փորձ է արվում կառուցել
Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ, ինչպես ինքն է ասում։ Նախորդ խոսքում ես նշեցի, որ որևէ իշխանություն չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, որ միայն հաշվի առնելով, թե ինչքան հայ կա Ռուսաստանում ապրող եւ այդ մարդկանց շահերը նույնպես կարեւոր են, ինչպես ԱՄՆ-ում ապրող հայերի, ինչպես Եվրոպայում ապրող հայերի, այդքանով մենք պարտավորված ենք այդ պետության հետ հարաբերությունները փորձել կարգի բերել։ Մյուս կողմից մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ում, մենք գտնվում ենք ՀԱՊԿ-ում, սառեցրել ենք, չենք սառեցրել, Վրաստանում Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները դեռևս պարզ չեն, Իրանին չգիտենք ինչքանով է հարմար, որ Հայաստանում ժողովրդավար պետություն լինի, հետևաբար այդպես կտրուկ կտրել Ռուսաստանի հետ կապերը եւ բարդ է եւ գրեթե անիրատեսական։ Մյուս կողմից ինչ է կատարվում ռուսական կողմից, դաշտում կան, ասեցի, ռուսամետ ուժեր, որոնք մի մասը հանդես են գալիս որպես Եվրոպա մետ, մի մասը որպես, չգիտեմ, ընդդիմություն, իշխանություն, նախկիններ եւ այլն, էական չի, այդ մարդիկ կողմ են, որպեսզի շարունակենք մնալ Ռուսաստանի ազդեցության գոտում, այդ ես շատ մեղմ եմ ասում, իսկ եթե շատ ռացիոնալ մոտենանք, վասալ մնանք որպես Ռուսաստանի։ Այդ նշանակում է Հայաստանում էլի փողի իշխանություն, ուժի իշխանություն, էլի քրեական բարքեր, ես չեմ ասում հիմա դրանք իսպար վերացել են, բայց հեռանկարը ստեղծել ժողովրդավար պետություն, զարգացող պետություն Ռուսաստանի հետ անիրատեսական է։ Հետևաբար այդ մարդիկ Հայաստանի ժողովրդավարության, Հայաստանի հայ ժողովրդի արժանապատիվ կյանքի կողմնակիցը չեն, այլ կարծում են, որ իրենց փիլիսոփայությունը մոտավորապես այսպիսին է, որ աշխարհում որոշում կայացնում են ուժեղները, փոքրերը ոչինչ չարժեն, հատկապես դրան նման փոքր ու հյուծված ժողովուրդը, որը քաղաքականապես այդքան էլ հասուն չի, իսկ որոշների գնահատականով մենք ժեխ ենք, ի վիճակի չի ինքնիշխան պետություն կերտելու, հետևաբար պետքա Ռուսաստանը որպես հեգեմոն եւ որպես դարավոր այս տարածքում հեղինակություն ու որոշող Իրանա պետք է ենթարկվել, ոչ թե Արևմուտքին։ Ինչ անում Ռուսաստանը այդ ուժերին աջակցելու համար, ամեն ինչ գրեթե, փողեր ուղարկում, այսօր քրեական գործահարուցվել, իմիջայլոց հիանում եմ հակակոռուպցիոնով, թե ինչքան հնարավոր է ավելի շատ բան կա բացահայտելու վստահաբար, բայց վատ չեն աշխատում եւ կարեւոր է որ պետությունը պայքարում է ընտրակահաշարքի դեմ, այսպիսի բան մեր մոտ չի եղել։ Ես չեմ ասում որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը իշխանական ռեսուրսներ չի օգտագործում եւ այլն, այսինքն մենք դեռ այդպես ժողովրդավար պետություն չենք, բայց գոնե փողը որպես ընտրակաշարք դուրս է գալիս, ինչը էլի ողջունելի է։ Հիմա Ռուսաստանը տարբեր գործիքներ է կիրառում, դրանցից մեկը փողով շահագրգռելն է, մյուսը Ռուսաստանից ընտրողներին ֆինանսավորել, որպեսզի գան Հայաստանում ընտրեն, մյուսը հայ ժողովրդին վախերով սնել, այսինքն վախացնել, որ հեսա 300,000 ադրբեջանցի է գալու ապրի ձեր հետ, կամ որ Թուրքիան, այսպես չգիտեմ, թուրքանալու է եւ այլն, հա, ինչ որ ազգային էթնիկ վախերի վրա մանիպուլացնել հասարակությանը, որպեսզի մենք չուզենանք ինքնիշխան պետություն կառուցենք, այլ ենթարկվենք Ռուսաստանին, Ռուսաստանի կամքին։ Եվ վերջինը դրանք տնտեսական միջոցներն են, գազի գին, որ քննարկվում է այսօր շատ լայն, եւ սպառման ապրանքների վրա մթերքի եւ տարբեր ապրանքների վրա սահմանափակումները։ Ինչքան մոտենա այդ ընտրությունների օրը, այդքան այդ սահմանափակումները շատանալու են, բայց մենք պետք է հասկանանք մի բան. Ռուսաստանը չի կարող չաշխատել Հայաստանի հետ, այսինքն սա էլ պետք է հասկանանք, ինչպես որ Հայաստանը չի կարող Ռուսաստանի հետ
չաշխատել։ Այդպես էլ Ռուսաստանը չի կարող չաշխատել Հայաստանի հետ եւ օրինակ գոնե մինչեւ դեկտեմբեր այս վերջերս հայտարարություն արվեց ԵԱՏՄ-ի նիստեր, որտեղ Բհեր Գրիգորյանն էր ներկայացնում Հայաստանը եւ այնտեղից հետո Ռուսաստանում այդպես օրենք է դուրս եկել, որ դեկտեմբերին պետքա Հայաստանը հանրաքվե, անի ինքը միանում, չի միանում, ռուսները հասկանում են, որ ինչքան հետաձգվում է հնարավոր հանրաքվեն, այդքան Հայաստան դիրքերը ուժեղանում են եւ հնարավոր մանիպուլյացիաները մեր դաշտում բարթանալու են իրենց համար։ Դրա համար հիմա իրենք ասում են եկեք դե շուտ արեք հանրաքվեն, որ քանի ստեղ ազդեցությունը մեծ է, կարողանան մի ձևով ազդել։ Բայց եւ այնպես, այսինքն իրենք դա հայտարարում են։ Մյուս կողմից դարձյալ գիտակցելով, որ Նիկոլ Փաշինյանի շանսերը այս ընտրություններում հաղթելու շատ մեծ են եւ իրենց տեխնացուները առանձնապես իշխանություն ձևավորելու այս պահին ռեսուրս չունեն, հանրային աջակցություն չկա, ինչ են անում իրենք, փորձում են հնարավորինս նվազեցնել Նիկոլ Փաշինյանի մեծամասնության այդ շեմը եւ նրանով փորձում են, որ իրենց ընդդիմադիր ուժերը, որոնք լինելու են ազգային ժողովում, լինեն հնարավորինս ներկայացված շատ մեծ կազմով, այսինքն այս ապատեղեկատվության, սանկցիաների եւ այլնի նպատակը դա է, որպիսի 31 թվականի ընտրություններին կամ եթե հնարավոր լինի դրանից առաջ ցնցումների եւ այլ գուցե նաև ռազմական միջոցով այստեղ հեղաշրջում իրականացնելու պարագայում իրենք ունենան պատրաստ թիմ, որը կգա կվերցնի իշխանություն եւ կսկսի անել են ինչ իրենք են ասում, այլ ոչ թե այն ինչ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Այսինքն այստեղ բազմա շերտ պայքար է գնում Հայաստանի հայ ժողովրդի, դե մեդիա դաշտում այդ տերորը չեմ ասում, հա, որովհետև արդեն պարզ է deep fake-էր, ինտերնետի տարբեր տեսակի հոդվածներ, գործող իշխանությունների, Հայաստանի, ադրբեջանցիների, այդ ընդդիմադիր, այսպես ասած, պրոռուսական ուժերի կողմից պարբերաբար դաշտ նետվող են լուրերը, թե սա այս շենքը տալու են Ադրբեջանին որպես թատրոն, այն շենքում տեղակայվելու է Ադրբեջանի ներկայացուցչությունը եւ այլն, այսինքն մեդիա դաշտում էլ տերոր, այո, Հայաստանի նկատմամբ շատ տարբեր ձևերով փորձում են ներազդել։ Ոնց արդեն ամփոփում ենք մենք մեր այսօրվա զրույցը, ընտրություններին հանրությունը գնում է վախեցած, ընկճված, թե բացարձակ չկոտրված։ Ռուսաստանի սպառնալիքների մասին է խոսքը, որովհետև նորից եմ կրկնում, սպառնալիքներ են տարածում, ինֆորմացիային տարածում, որը հա լինելու են յետ ընտրական ցնցումներ, ժողովուրդ պատրաստ եղեք։ Պատրաստ է ժողովուրդը ձեր կարծիքով, թե ոչ։ Ինչին են պատրաստում ժողովրդին։ Ես շատ ուրախ կլինեի, եթե մեր հասարակությունը այնքան քաղաքականապես հասուն լիներ, որ ընտրություններին ոչ թե գնար վախի կամ հնարավոր բացասական սցենարները, այսինքն ընտրություն կատարել վախից ելնելով, վախից կամ ինչ որ բանի դեմ, այլ հանուն գաղափարի, հանուն արժանապատիվ իրավական պետություն կառուցելու գաղափարի։ Այդ երբ որ հիմա մեր լսողները կասեն, բա մենք այ Նիկոլ Փաշինյանին ընտրում ենք, որտեվ ինքը ժողովրդավար է եւ այլն, նախ հաղորդման սկզբում մենք խոսեցինք, որ այն ինչ իրենք անում են եւ ասում են իրար հետ չի բռնում, այսինքն այդքան էլ ժողովրդավար չի եւ ինչքան որ հնարավոր է որ դառնանք ժողովրդավար պետություն, այդքան էլ հնարավոր է որ դառնանք Ռուսաստանից փոկված ոչ ժողովրդավար պետություն, հա, օրինակ Իրանը ռուսական ազդեցության, այսինքն Ռուսաստանի տարածք չի, հա, բայց ժողովրդավար չի,
Ադրբեջանը ժողովրդավար չի, Վրաստանում արդեն կան բոլոր նախադրյալները, որ չլինի ժողովրդավար, Թուրքիան էլ ժողովրդավար չի առանձնապես, այսինքն Հայաստանն էլ կարա չլինի ժողովրդավար եւ չլինի Ռուսաստանի ազդեցության գոտի։ Այդ վտանգը միշտ կա եւ դա պետք է հաշվի առնել։ Դրա համար պետք է պայքարել ոչ թե ուղակի Ռուսաստանից փոխվելու համար, այլ պետք է պայքարել իրապես ժողովրդավար պետություն կառուցելու համար։ Ինչպես մենք ասեցինք, արտաքին քաղաքական հարցը եւ ներքին մեր իրավական պետություն ունենալը դրանք փոխկապակցված են։ Այո, առաջին քայլը դա փոխվել այն կենտրոնից, որը մեզ պարտադրում է անարդար միջավայր ստեղծել, որպեսզի մեզ հեշտ կառավարի, եւ երկրորդը ստեղծել արդար միջավայր, որ կենսունակ եւ մրցունակ լինի այդ պետությունը։ Ես կուզեի, որ մեր ընտրողը այդպիսի ընտրության հնարավորություն ունենա, բայց չունի։ Եվ ես կցանկանամ, որպեսզի 2031 թվականի ընտրությունների ընդառաջ մեր ընտրողները ընտրությունը կատարելուց հետո ջանք ու եռանդ չխնայեն ձևավորելու ու կառուցելու այնպիսի քաղաքական միավոր, որը կկարողանա տալ Հայաստանի այդ վաղվա տեսլականը եւ այդ տեսլականի համար մարդիկ պատրաստ կլինեն ջանք դնել։ Անտարբեր չլինեն երկրի կառուցման հարցում։ Այո։ Չհամարեն, որ ինչ որ մարդիկ կան, որոնք կառուցում են երկիրը, մենք էլ իրենց աջակցենք, իրանք ինչ կանեն։ Շատ շնորհակալություն, պարոն Միսկարյան, այսօրվա զրույցի։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, մենք զրույցը սկսեցինք Արտուր Օսիպյանի հարցից, Ազատություն բանտարկյալ Արտուր Օսիպյանին, այդպիսի գրառում էր պարոն Միսկարյանի Facebook-յան էջում, հարցը մնում է սուր, պարոն Արտուր Օսիպյանը հացադուլի մեջ է եւ մի խումբ քաղաքացիներ սկսել են անժամկետ նստածույց, որպեսի ազատ արձակվի կամ գոնե իմ ձևակերպումներ, իրենց ձևակերպումը իրենց պահանջը կարող եք ասեք, այդ ձեր պահանջը դուք եք գնում միանում։ Պահանջում ենք նախագահից, որպեսզի միջնորդի եւ փոխեն Արտուր Օսիպյանի խափանման միջոցը։ Փոխել խափանման միջոցը։ Ինչպես կզարգանան իրադարձությունները, մենք կհետևենք։ Շնորհակալ եմ նաեւ ձեզ, որ մեզ հետ եք այս հարցազրույցի ընթացքում։ Գարեգին Միսկարյանն էր մեր զրուցակիցը, պլյուս 374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Զրուցվար Մերգայանի Արաքելյանը, բարին ընձեզ։